մեր ամենօրյա աշխատանքը հենց հիմնված է գիտությամբ զբաղվելու, գիտության աղբյուրները ուսումնասիրելու, որպեսզի մենք կարողանանք համապատասխան բողոքների շրջանակներում հիմա վրա ձևավորենք իրավական դիրքորոշումներ։ Դժվար է պատկերացնել դատարանների գործունեությունը առանց գիտությամբ զբաղվելու։ Գիտությամբ զբաղվելը օգնում է դատավորի աշխատանքին, թե ոչ, սա երկակի պատասխան ունի, եւ օգնում է, եւ բարդեցնում է։ Գիտնական դատավորը կարող է հարթության մեջ մեծ խնդիր տեսնել եւ փորձել այդ խնդիրը օրենքների մեկնաբանության միջոցով լուծել։ Իհարկե, պետության կայացման, դատական իշխանության կայացման համար այդ գիտական պոտենցիալը, որ կա մեր դատական իշխանության համակարգում, շատ նպաստում է դատական իշխանության զարգացմանը եւ ես կարող եմ միանշանակ ասել, որ դեռ այդ պոտենցիալը շատ օգտագործելու հնարավորություններ կա։ Քանի որ թե օրենսդրությունը եւ թե գիտությունը սոցիալական երևույթներ են եւ սոցիումի զարգացման հետ միահամար ժամանակ նրանք զարգանում են, այսինքն ստատիկ վիճակում չեն մնում։ Եվ այդ խնդիրը անդադար կա։ 22 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության օրենսգիրքը եւ քրեական օրենսգիրքը շատ լուրջ տեսական գիտական հենքի վրա է հիմնված։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ շատ զարգացած եվրոպական երկրներ կերազեին այսպիսի դատավարական օրինակ օրենսդրություն ունենալ, որը միտված է քաղաքացու իրավունքների մաքսիմալ պաշտպանությանը։ Մասնավորապես, եթե վերցնենք քրեադատավարական այսպես բնակավարը, գիտությունը, օրենսդրությունը, խնդիրներից մեկը կապված է առկա օրենսդրական այնպիսի կարգավորումների հետ, որոնց համաձայն ըստ էության Հայաստանում գործող վերաքնիչ դատարանները, տվյալ դեպքում ես նկատում եմ քրեական արդարադատության այսպես գործերով զբաղվող վերաքնիչ դատարանը եւ Վճռաբեկ դատարանի համապատասխան երկու պալատները, թե քրեական, թե հակակոռուպցիոն, միմյանց կրկնում են այն առումով, որ բողոքաբերները ներկայացնում են իրենց բողոքները վերաքննության կարգով, որտեղ ստուգվում են ուժի մեջ չմտած դատական ակտերը, որպես կանոն գրավոր ընթացակարգով, նույն գրավոր ընթացակարգով բողոքների քննությունը ստուգում է եւ դատական ակտերի հիմնավորվածության աստիճանը ստուգվում է դարձյալ գրավոր ընթացակարգով, արդյունքում ստացվում է, որ մենք ունենք երկրորդ եւ երրորդ ատյան, որոնք կոչված են ստուգելու ուժի մեջ չմտած դատական ակտերի հիմնավորվածությունը, պատճառաբանությունը եւ երկու ատյաները ցավոք միմյանց կրկնում են։ Բարդություններ շատ են եղել։ Առաջի բարդությունը երևի որ հանդիպել ծանրաբերվածությունից սա, դա պաշտպանության պրոցեսը անցնելն է, իրավաբանական գիտությունների տեխնացու դառնալը։ Այն ժամանակ, երբ որ ես էի պաշտպանում ատենախոսությունը, եւ մինչ իմ պաշտպանությունը գիտական խորհուրդների քանակը խիստ նվազ էր Հայաստանում 2015 թվականի հուլիսի 4-ն էր։ Ես շատ լարված միջանցքում սպասում եմ, երբ 10 խորհրդի անդամները պետք է հավաքվեն, որ քվորում լինի, ասեն։ 8-ը եկել են, 8 հոգի եկել է, 2-ը չկա։ Եվ արդեն ժամը լռանում է, իսկ մյուսները արդեն կարծես թե անհարման են զգում, 10 րոպե, 15 րոպե սպասում են, ցանկանում են թողնել գնալ, այսինքն մի հատ ամբողջ կոլապս է ստեղծվելու եւ ես այնտեղ երիտասարդ կանգնած մի հոգին էլ եկավ, որից հետո մնացել էր 10-րդ հոգին։ Գիտեմ որտեղ է աշխատում, զանգեցի այնտեղ իմ ընկերոջ, ով նույն հիմնարկում է աշխատում, ասում եմ մի հատ կարող ես իմանալ ձեր ղեկավարը տեղում է թե չէ։ Եվ նա ինձ պատասխանում ասում է, ես հարցրեցի քարտուղարուց 3 ժամ առաջ դուրս է եկել։ Եվ ես հիմա մտածում եմ 3 ժամ առաջ աշխատանք, բայց պետք է որ ստեղ լիներ, կես ժամվա ճանապարհ չի դեպի համալսարան եւ արդեն հույսս կորցրած, իսկապես հույսս կորցրած, մեկ է տեսնեմ խորհրդի նախագահն դուրս է գալիս եւ ինձ ասում է, ինչ ես անում միջանցքում, մենք այնտեղ ուզում ենք քո պաշտպանությունը սկսենք եւ այլն, պարզվեց այդ մարդը շուտ է եկել համալսարան, որտեղ գործ էր ունեցել համալսարանում եւ մյուս մուտքով եկել մտել էր դալիճ եւ ես այդ 30 րոպեվա ընթացքում շատ մեծ լարվածություններ եմ ապրել, բայց շատ լավ է, որ այո, հաջողությամբ ավարտվեց այդ process-ը։
Այ մենք հիմա աշխատում ենք խմբով, այսպես ասած գիտնականների խմբով, տարբեր դասագրքեր ենք հեղինակում։ Օրինակ այս մեկը հարկադրանքի միջոցները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում, նույնպես ուղարկում ենք մեր դատավորներին եւ ուսանողների եւ դատավորների համար, որովհետեւ դատավորը առօրյայում շատ ծանրաբեռնված է լինում իր աշխատանքով եւ կարծես թե ժամանակ էլ չի լինում լրացուցիչ, բայց ամեն դեպքում երբ որ մեկ հարց է առաջանում, դատավորը միշտ բացի ունեցությունից ապավինում է գիտական մտքի։ Իմ գրադարանում հավաքված են այն գրքերը, որոնք ես կարդացել եմ տարբեր հետազոտությունների, սա մեր հեղինակած 3 հատորյակն է քրեական դատավարության դասագրքի, ունենք նաև միջազգային քրեական դատավարության հիմնական հետազոտությունների ոլորտը, դա քրեական դատավարությունն է։ Տեխնացական ատենախոսությունը դեռևս 1997 թվականին պաշտպանել եմ մեր Երևանի պետական համալսարանի Մայր Բուհի իրավագիտության ֆակուլտետում գործող խորհրդում, հետագայում դոկտորական ատենախոսությունը քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել եմ Մոսկվայում, ունեմ եւ Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության գիտությունների դոկտորի գիտական աստիճանը, հեղինակ եմ շուրջ 150 գիտական աշխատանքների, գրքերի, գիտական հոդվածների եւ զեկույցների հեղինակ եմ, գրքերը եւ աշխատանքները լույս են տեսել Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, այլ պետություններում, դրանք հիմնականում նվիրված են քրեական իրավունքի, արդարադատության, քրեական արդարադատության, քրեական դատավարության հիմնախնդիրներին։ 35 հատորով, որովհետև քրեական իրավունքը, ինչպես հայտնի օրենսդրությունը բաղկացած ընդհանուր մասից, հատուր մասից եւ ամեն մի ինստիտուտի նվիրված առանձին հատորներ։ Եվ այդպես ստացվեցին 35 հատորներ։ Տարիների ընթացքում արժանացել եմ տարբեր մեդալների, տարբեր շնորհակալականների, մասնավորապես օրինակ իմ ձեռքում շնորհվել է 2017 թվականին Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը։ Սերունդը գնալով զարգանում է։ Խոսքը վերաբերում է այն գիտակից անձնավորություններին, ովքեր գիտակցաբար եկել են ընդունվել են բու սովորելու։ Եթե առաջ իմ ժամանակ այդ թվում մարդիկ ընդունվում էին բու, որ դիպլոմ ունենա, այսօր մոտեցումը փոխվել է, որովհետև գումար վաստակելու համար պետք չի դիպլոմ ունենալ։ Հակառակը դիպլոմ չունեցող մարդիկ եւ վարձակույն կրթություն չունեցող ավելի հեշտ են գումար վաստակում ծառայությունների մատուցման ոլորտում, ինտերնետի ոլորտում եւ այսօր ավելի գիտակցաբար են մարդիկ ընտրում բարձրագույն կրթությունը։ Դրա համար ես ուսանողության որակից շատ գոհ եմ։ Ես միշտ դասախոսությունների ժամանակ հնարավորություն եմ տալիս ուսանողներին ցանկացած պահին ընդհատել դասախոսին եւ ուղղել համապատասխան հարցեր, այսինքն վերացնում ենք երկխոսություն։ Գտնվում ենք Սլավոնական համալսարանի գեղեցիկ այգում։ Մենք այսօր եկել ենք ստեղ, որտեղ երկու հատ տեխնացուական ատենախոսության պաշտպանություն ունենք։ Ես գիտխորհրդի քարտուղարն եմ, մասնագիտական խորհրդի, որտեղ ատենախոսություններ են պաշտպանում, ընդ որում մեկը մեր ուսանողուհին է, առաջի պաշտպանողը, իսկ երկրորդը վերաքննիչ դատարանի դատավորը, ինչպես արդեն նշեցի, պետք է տեսնենք, այսօր կկարողանան իրանք այդ բարդ փորձությունը հաղթահարեն, թե չէ։ Դրական առումով կաշկանդում է։ Սա իդեպ իմ միտքը չի, մեր դատավորներից մեկի միտքն է եւ շատ համաձայն եմ այդ մտքի հետ։ Ինձ ասեց հասկանում ես, որ դու դասախոս ես, ամեն դատական ակտ կայացնելուց հետո պետք է հասկանաս ոնց ես նայելու քո ուսանողների աչքերին։ Չէ՞ որ իրանք լավ հասկանում են, որն է ճիշտը, որը սխալը։ Այն անձիկ, ովքեր զբաղվում են դասախոսական աշխատանքով, իրենք նաև պատասխանատու են ոչ միայն օրենքի առաջ, այլ առաջի հերթին այն անձանց առաջ, ում իրենք կյանք են սովորեցնում։ Ակադեմիական ազատությունը ընդհակառակ նպաստում է, որպեսզի դատավորները կարողանան ազատորեն իրենց ներքին համոզմունքի հիման վրա ղեկավարվելով օրենսդրությամբ, սահմանադրությամբ իրականացնել հարտարադատություն։ Դա շատ լայն հնարավորություն է տալիս դատավորներին, կան հնարավոր է կիսվել մեր անձնական փորձով,
մեր սխալներով, ինչու՞ չէ մեր ձեռքբերումներով, որպեսզի մենք ունենանք բազմակողմանի զարգացված երիտասարդություն։ Շատ կողմ եմ արհեստական բանականության չափավոր օգտագործմանը որպես հետազոտական գործիք։ Այս հիմա փորձեր եմ անում աշխատանքումս ներառեմ, բայց սա չպետք է լինի անհատի շուրջ։ Սա պետք է համակարգված կրթություն ստանան դատավորներ արհեստական բանականությունից օգտվելու եւ իհարկե այս ծանրաբեռնվածությունը թեթևացնելու եղանակներից մեկը կարող է լինել։